պատասխան։ Ոչ։ Չէ՞։ Բա ինչ է այդ դեպքում։ Չգիտեմ, դու տենց էմոցիալ էքսպրեսիվ պատասխանի։ Այդ դեպքում իր ապահովողները ինչու էին Ես տեղակ չեմ սպասում։ ինչ գործով գնացել ազգային անվտանգության ծառայություն, որտեղ առողջության, ինչպես տեսնում եք, առողջության 9.5-ից էս տեղ, նույնիսկ չգիտեմ դեզանից լսեցի։ Այդ լսում եք ազգային ժողովի ելույթները, օրինակ Աղվան Վարդանյանը ասաց, որ Քոչարյանի հանդեպ ձեր արած օտամարդություն է եւ Քոչարյանը լավ է կառավարել, համաձայն չեք նրա հետ։ Տարօրինակ է, որ պարոն Աղվան Վարդանյանը, որ պատգամավոր է դարձել, չնայած այն բանի, որ ասում եմ չեմ դառնա Ռոբերտ Քոչարյանի ցուցակով, հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը լավ չի կառավարել, դա իր ցանկությունն է։ Կամ այսպես ասած իր պատկերացումներն են, ինչ անեմ, որ պարոն Վարդանյանի համար Ռոբերտ Քոչարյանը նախագահի լավագույն իդեալն է։ Իսկ ցավոք այդ ոչ մի բան չեմ կարող փոխել իր կյանքում այդ մասով։ ահա ձեր համար էլ ասացին, որ դուք ֆեյք կառավարություն եք եւ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք այս մասով։ Ինձ օրինակ տարօրինակ է, երբ որ ես ընդդիմությունը խոսում եմ, ասում սփյուռքը, օրինակ ես ընդդիմությանը էլ ավելի ուրիշ բան կառաջարկեմ, ինչ են ասում 3 միլիոնի, չգիտեմ, 29%-ն, թող ասեն համայն հայության դերսեն 10-12 միլիոնը ընդհանրապես ասեն, որ չգիտեմ, քաղաքացիական պայմանագիրը ոչ թե մեծամասնություն է, այդ առումով 50+, այլ չգիտեմ, 16%։ Իսկ եթե ավելի ուրիշ մի քիչ շատ խնդալու է այս ամեն ինչը, որովհետև գործընկերս լավ ասաց, եթե այդպես ենք հաշվում, դուք ընդհանրապես ով եք այստեղ, որովհետև դուք դաշինքով եք եւ այդ տրամաբանությամբ դուք նույնիսկ ոնց որ եք շեմը չեք հաղթահարել, այսինքն ձեր ներողություն, ձեր fake տեսակով նույնիսկ այստեղ տեղ չունի։ Բայց մեծ ցանկություն չունեմ էլի ընդդիմադիրների առավել եւս այս նույն ընդդիմադիրների տենց ամեն ինչին արձագանքելու, իրենց կարծիքն է։ Վարչապետի կողմից ֆեյքերի մասով իդեպ լավ առաջարկ է եղել, հուսով եմ կընդունեն մեր ընդդիմադիր գործընկերները եւ հետագայում մենք կանցնենք ոչ միայն քաղաքացիների, այլ օրինակ այդ թվում լրատվական կայքերին։ Եթե չեք լսել, որ ասում եք չեք լսել, ես լսել եմ երեկվա ելույթները, առաջարկ է եղել, ասում ֆեյք եք ասում։ Եկեք օրենք ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ցանցերում մեջ կարող են ունենալ բացառապես այն մարդիկ, ովքեր այդ հարթակներում կնույնականացվեն անձնագրերի միջոցով եւ այդ օրենքը ընդունվելուց հետո այդ թվում եթե լինի ընդդիմադիրների կողմից միաձայն քվեարկություն, ես ավելի քան վստահ եմ, որ ամենամեծ սոցիալական հարթակները հիմք ընդունեն նաեւ այդ փաստը, կկատարեն որոշակի գործողություններ եւ օրինակ կմաքրեն պայմանական Facebook-ից բոլոր մեջերը, որոնք նույնականացված չեն անձնագրով։ Բնականաբար դուք այդ խնդիրը չունեք, որտեղ դուք ձեր անունով եք գրանցված, ես իմ անունով, բայց այս խոսակցություններին գուցե դրանով կարելի է վերջ տալ, թե ով է ֆեյքերի ֆաբրիկա, ովքեր են ֆեյք պահում։ Եվ ի վերջո նախընտրական շրջանում տեսնում ենք, հա, ամենաշատ այդ ֆեյքերը, որոնք գեներացվում են արհեստական բանականության միջոցով, ինչեր էին բուժում Հայաստանի համար, թե ինչ է սպասվում ձեզ, եթե դրան հավատայինք, հիմա ձեր փոխարեն պետքա որ ադրբեջանցի լրագրող կանգնեցներ եւ հաստար, բայց դա տեղի չի ունեցել, որովհետեւ դա տեղի չէր կարող ունել։ Փոխարինելու ադրբեջանցի, բայց կոռուպցիոն ցավում եմ, որ դուք ել եք դեռ այդ երազանքների մեջ, որ շուտ է, եւ այսինքն այդ որ ասում եք շուտ է, նկատի ունեք, որ ձեր մտքում դեռ մի փոքր հավանականություն եւ ցանկություն եք Գարիկ Սարգսյանն էլ ձեր նման ասում, Գարիկ Սարգսյանը ձեր նման է։ Երկրորդ անգամ ավելի ուղեցիք, շատ լավ ասում եք։ Հիշում եք Գարիկ Սարգսյանի գրառումը։ Դեռ շուտ է։ Ես ուզում ասել ոչ շուտ է, ոչ ուշա նման բան չի լինի հանգիստ է։ Գարիկ Սարգսյանն էլ նման բան ասում Տիգրանաշենի վերաբերյալ, ձեր էր առնում այն մարդկանց, ովքեր մենք Տիգրանաշենը սպասեք հանձնելու ենք, եւ փաստացի այնպես ստացվեց, որ հենց վարչապետը ինքը ասեց, որ Տիգրանաշենը այո անկլավ է եւ վերադարձվելու Ադրբեջանին։ Հիմա նույն բանը Եթե դուք ինձ ցույց կտաք, որտեղ է վարչապետը ասել, որ Տիգրանաշենը վերադարձվելու է, ես ներողություն վերադարձել ասաց Հայաստանի Հանրապետության։ Իսկ օրինակ դա որ լսեցիք, ինչի չվազեցիք գտնել արցախցիների եւ ասել, վերջապես պատմական արդարությունը վերականգնվել է, հավաքեք ձեր իրերը, մենք գնում ենք մեր պատմական հայրենիք Արցախին։ Շեում եք, ես ուրիշ բան եմ ասում եմ, որ Գարիկ Սարգսյանն էլ քննադատում այն մարդկանց, ովքեր ասում են, որ Տիգրանաշենը ադրբեջանական է համարվելու, որպես անկլավ տրվելու ադրբեջանցիներին, նա ձեռ էր առնում։ Եվ հիմա փաստացի այդպես է ստացվում, որ սահմանագծման, հա, այդ ծրագրում Տիգրանաշենը որպես անկլավ է ներկայացվելու եւ այդտեղ Ուրեմն ես չգիտեմ դուք քանի տարվա լրագրող եք, նոր եմ տեսնում ձեզ, բայց նորից եմ ասում, չեք կարող ինձ ցույց տալ, որտեղ է վարչապետը ասել, որ որևէ բան, որևէ մեկին տրվելու է։ Ավելին ասեմ, եթե կարդաք Հայաստանության սահմանադրությունը, ոչ ազգային ժողովը, ոչ կառավարությունը, ոչ էլ ընդդիմության կողմից սիրված այդ երրորդ իշխանության, երրորդ ճարտարապետական իշխանությունը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության որևէ
հողակտոր կլինի 1 սանտիմետր, 1 քառակուսի կիլոմետր, որևէ մեկին փոխանցել։ Դա կարող ենք անել ես, դուք եւ ժողովուրդը։ Կարդացեք սահմանադրությունը, այնտեղ շատ բարձ գրված է տարածքային փոփոխությունը կարող է տևանալ բացառապես սահմանադրությամբ։ Այդ թվում ես այսպես եմ հասկանում վարչապետի խոսքը ցավում եմ, որ դուք ոչ միայն չեք հասկացել, այլև սխալ եք մեկնաբանում, որտեղ որևէ տեղ չի ասվել, որ դա որևէ մեկին հանձնվելու կամ վերադարձվելու։ Խոսք է գնում փաստացի մասին, այո, եւ հետո կառավարության նիստում կարծեմ դուք չկայի, բայց օրինակ Տիկին Ջեբեջյանին տեսել եմ շատ մանրամասն նկարագրել, ասել ժողովուրդ ջան, տարբեր սցենարներ կարող են լինել։ Այո, սցենար 1, որ պայմանական սահմանազատումն արվում է եւ օրինակ առաջարկ է լինում երկու կողմերի ասում որ եկեք ոնց կա, այդպես մնա, բայց անգամ այդ դեպքում այդ հարցի որոշողը ոչ թե վարչապետն է լինել, ոչ թե Ալիևն է լինել, ոչ թե դատական իշխանությունը կամ օրենսդիրն է կամ սահմանադրական դատարանը Հայաստանի, այլ լինելու եք դուք։ Այսինքն, եթե գա հասնի այն կետին, որ դուք ուզենաք, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի Հանրապետությանը, բայց Արցախաշենը չմնա Հայաստանի Հանրապետության, դա տարբերակներից մեկն է, որը կառավարության նիստում վարչապետն ասել։ Չշտապեց վարչապետը պարոն Գաբրիելյան, որովհետև ըստ էության տեսեք, մի ժամանակ ասում է սահմանազատում, սահմանագծում կլինի, կտեսնենք եւ այլն, բայց երբ որ ինքը առաջին դեմքը արդեն իր վերանով արդեն հայտարարում է, ասում է դա Հայաստանի Հանրապետության տարածք չի, այլ ինչ կա սահմանագծելու, սահմանազատելու, ինքը երկրի ներկայացուցիչն է, ինքը արդեն որոշել է, որ դա մեր տարածքն է։ Այդ հարցը նորից ձեզ տամ։ Իսկ ինչի՞ չեք ասում, որ վարչապետն ասաց, որ Արցախաշենը Հայաստանի Հանրապետություն է, որը անկախացումից ի վեր, այսինքն մենք Հայաստանի Հանրապետությունը անկախացել է եւ երբևէ մեր տարածքում չի եղել։ 1991 թվականից սկսած մինչ այսօրը Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների ժամանակ, այդ թվում մեր իշխանության ժամանակ, այդ թվում մեր իշխանության այն ժամանակահատվածում, որ օրինակ այսօրվա ընդդիմադիր շարքերից ոմանք կառավարության կազմում էին, ես դեռ նույնիսկ չկայի քաղաքականության մեջ, իրենք կային, երբևէ չի եղել, որ բարձրաձայնեն, որ օրինակ ինչի չենք մենք օկուպացված տարածքները վերադարձնում։ Ասում եմ, անկախացումից հետո 1991 թվականից մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը միշտ ունեցել է օկուպացված տարածքներ։ Հիմա հարցը հետևյալն է, ուզում ենք այդ հարցը լուծել, թե չենք ուզում լուծել։ Այս էլ է ընտրությունը։ Ինձ թվում է հայ ժողովուրդը հունիսի 7-ին կատարած իր ընտրությամբ տվել է այդ մանդատ, ասել այո լուծեք եւ լուծեք խաղաղ ճանապարհով։ Իսկ Տիգրանաշենը տվեց, պարոն Գաբրիելյան, դուք շատ լավ գիտեք, որ Տիգրանաշենը մեզ համար ռազմավարական տարածք է, Վայոց ձորի կապելու քառակուսի կիլոմետր արևելություն է Տիգրանաշենը։ Չեմ անում քառակուսի կիլոմետր, սա փոքր թաղամասի նման տարածք է, էական չի, բայց ինքը ճանապարհի առումով ռազմավարական նշանակություն ունի։ Իսկ ով ասաց, Արցախաշենի տարածքը բնականաբար մեծ է։ Իսկ ով ասաց, որ ինչ-որ բան է տրվում։ Դա ասաց Հայաստանի Հանրապետությունը։ Դուք եք այդ հարցը տվել կառավարությունն եւ ձեզ պատասխանը հնչեցա ժողովուրդ ջան, պետքա լինի այդ գործընթացը։ Այո, այդ թվում Արցախաշենում, որը արդեն 3-4 տասնամյակ առնվազն այնտեղ հայեր երևի թե գետ մեկը չի ապրում, բնականաբար չէ այնտեղ էլ մարդիկ են հիմնականավորված, ապրում են, ինչպես օրինակ ձեր նշած։ Եվ այո, կարող է այնպես լինի, որ սահմանազատման արդյունքում կամ իրավիճակ, որ կողմերը հասկանան այնտեղ խաղաղության տրամաբանությամբ են գնում, գուցե պետք չի, որ ես քո տարածքում որևէ այսպես ասած առանձնացված վարչատարածքային միավոր ունեմ, դու էլ իմ տարածքում։ Բայց սա միևնույնն է, նորից մեր սահմանադրությամբ որոշել ենք մենք բոլորս։ Այսինքն այնպես չի, որ դա կարող է ինչ-որ մեկ կլինի դա կառավարություն, ոնց եմ ասում, օրենսդիր, թե դատական իշխանություն որոշի, որ ինչ-որ բան պետք է փոխանցի։ Այսինքն այն Բոնդարքին, Բարքուդարլին եւ Ասկեպարին հայկական տարածքներ չեն, ես եմ ասել այդպեսի բան։ Դուք որ թվականին եք դպրոց գնացել։ Ինչ են ձեզ սովորացել ասել։ Հրեայի նման հարցին հարցով մի պատասխանեք, խնդրում եմ։ Ես հրեա գետ չեմ, եթե դուք հրեա գետ եք, դա այլ հարց է։ Ես հարց եմ տալիս, ուզում հասկանալ, որտեղ ասում են, չէ՞, տենց չգիտեմ, տարիքը չի կարելի հարցնել կամ ուզում եմ հասկանալ մենք մի հասակակ Ուզում հասկանալ, ես եւ դուք նույն դպրոց են գնացել, եկեք բացենք մեր սովորած դասագրքերը, եթե ինձանից տարիքով ավելի մեծ եք, էլ ավելի լավ։ Դուք երկու լեզվով եք անցել Հայաստանի մասին։ Դոկտոր, ասենք դասագրքերով սահմանվում երբ է որոշվում։ Դասագրքերով չի որոշվում, դասագրքերը արտացոլում են իրողությունը վերջի վերջը սովորել են, չէ՞։ Դուք դպրոցում չեք սովորել Հայաստանի Հանրապետության մասին, որ սովորել եք։ Ինչ է այնտեղ գրված եղել։ Հայաստանի Հանրապետության 743 կիլոմետրը ոչ բոլոր լրքերում կա, ես հանրագիտարաններ գիտեմ, որտեղ 800 է գրած օրինական, տարբեր թվեր են գրած, այնց որ կապվածա թե որն եք։ Ես ազգային ժողովի մի ելույթում բերեցի այդ դրա մասին, օրինակ կար մի հատ օրենք, որը ստորագրել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կամ կառավարության որոշումը։ Մի էջում գրած էր 29800, հաջորդ էջում գրած էր 29743։ Մեր հիմա խոսակցությունը 29000, եթե հասկանա, որ այս մեր ամբողջ խոսակցությունը 29800-ի եւ 743-ի մեջ է, դա այլ հարց է։ Բայց իմ պատկերացմամբ
մի մարդ, որը ստորագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր է, առնվազն սիրուն չի, որ հետո հելնում հայտարարում է, որ մենք չպետք է սահմանափակվենք մեր տարածքներով։ Եվ դա ասում է մի մարդ, որը առնվազն այդ սահմաններից վերջին 20 տարում տասնյակ, եթե ոչ 100 կիլոմետր հեռավորության վրա ապահով եկել այստեղ ապրել է եւ հետ մեկ վայրկյան չի մտածել վերադառնալ իր հայրենիք, ապրել այնտեղ, բիզնես դնել այնտեղ, իր երեխաներին այդտեղի բարբառով որոշակի բառեր սովորեցնել մշակույթ, հավանդույթը պահպանել։ Այս ասում է երեսպաշտությունը, այսինքն մարդիկ այսօր էլի փորձում են որոշակի ձեր առաջ քաշել, այդ թվում գուցե ձեր միջոցով, չեմ ասում դիտավորյալ եկանում, հասկանալիորեն մի բան են դաշնետում, իմանդիմություն, եթե վաղ խոսի ճանճերից, բնականաբար կամ ճանճերի պաշտպանությունից դուք դառնաք հարցնեք դրան։ Հիմա իրանք դա են խոսում, դա եք հարցնում, ես էլ ասում եմ, ժողովուրդ, նոր բան չկա այստեղ։ Ինչն է նոր բան։ Եթե ինչ-որ մեկ ասեք ինչն է նոր բան, ասեմ ինչն է նոր բան։ Բայց Արցախում ապրում էին բիզնեսներ դրել էին, բայց ով է դրել։ Ռոբերտ Քոչարյանը Արցախում ապրել է։ Չի ապրել։ 1998 թվականից հետո որ եկել է Հայաստան նախագահ դարձել, երբ որ նախագահի պաշտոնը թողել է, Ռոբերտ Քոչարյանը Արցախում ապրել է։ հենց մենակ հարցը Ռոբերտ Քոչարյանի ապրել։ Դուք ասեցիք, ես չասեցի։ Դուք ասեցիք Ռոբերտ Քոչարյանը ապրել է, այնտեղ կարող ապրել է, չգիտեմ։ Ես ամենայն դեպքում իր նկարներից այլ տեղ եմ տեսել, որ ինքը ապրում է, այլ տեղ է հանգստանում։ Եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, կարող է ես սխալ եմ, չգիտեմ, թող ինքը ասի, այո, ես ապրել եմ։ Ես առնվազն որ գումարային հաշվով վերցրածում եմ, մոտ 1 տարի ապրել եմ այնտեղ եւ տեսել եմ օրինակ թե իրենց տունը միշտ դատարկ եղել։ Այդ թվում COVID-ի ժամանակ շատ արցախցիներ դժգոհում էին, ասում էին, որ տունը փակ է կամ երբ որ արդեն այդ պատերազմական հետ պատերազմական վիճակից հետո չեմ կարող վստահ բանդել, խոսակցություն էր։ Ասում են, որ դատարկ է եւ չի բացում այդ դռները, որ գոնե իր հայրենակիցները այնտեղ ապրեն։ Բայց մեծ եմ ասում, կարող է եւ սխալ եմ։ Իսկ կոռուպցիայի դեպքերի հետ կապված ինչ կասեք ձեր իշխանության ժամանակ, որովհետև ազգային ժողովի անկյունից այսպես ցույցուն օրինակներ մատնանշեցին, ձեր անուններ այնտեղ արանքում հիշեցրեցին։ Ու իմ անունը այլ կոնտեքստում էր, պետական պարտի շրջանակում էր։ Բայց ուշադրություն վերաբերեցին, այսպես ասած։ Հա, բայց ոնց որ խոսեք հիմա կոռուպցիայից ու ասեք ձեր անունն, պարոն Մեսրոպ Մանուկյան խոսում է պետական պարտից եւ ասում է պետական պարտի մասին, չէ, դեմ չեմ, կարող է դրանից է խոսում։ Ես ուզում եմ ասել հետեւյալը ժողովուրդ, եկեք էլի փորձարկում կամ ուսումնասիրենք։ Կարող եք ասել վերջին 8 տարվա ընթացքում ամենաշատ, եթե տրամաբանությամբ գնանք, իրանց ասածը որ կալանքը պատիժ չէ կամ այսպես է դիտարկում, ովքեր են որ պաշտոնյաներն են ամենաշատ անցկացրել օրինակ անազատության մեջ։ Ում նկատմամբ կան օրինակ մեղադրական դատավճիռներ։ Ուսումնասիրեք եւ կարծում ձեր հարցի պատասխանը կլինի։ Դրանք ցավոք սրտի իմ համար ցավոք սրտի, այնպես չի որ այս մյուս դեպքերը համարում են ոչ արդարացի կամ արդարացի, բայց ցավոք սրտի նախկին իշխանության ներկայացուցիչներ չեն։ Մենք ունեցել ենք փոխնախարար, որը երևի թե ինչքանով որ ես հիշում եմ, ամենաշատ անազատության մեջ մնացած մարդն է։ Ունեցել ենք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Եթե դուք ուզում եք ինձանից լսել, որ ես կասեմ հիմա կոռուպցիա չկա, ես այդպեսի բան չեմ ասի։ Որովհետև ես կարդում եմ այդում ձեր կողմից հրապարակված, ասեմ, չգիտեմ, հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունները, քննչական կոմիտեի հայտարարությունները, չգիտեմ, բոլորին վերջերս հետաքրքիր օպերացիա էին արել, այդ տրոնով թռնում եւ նկարում էին հաղորդական իրավունքի գումարի դեպքում իհարկե կան ժողովրդանով ասում չկա։ Սերան Ամանյանը Գարնի քաղամասի տունն էի քուչ տարի մատնանշում, պարզվեց նա, պարզվում է ԱԱՑ տնօրենն էր ձեր դղյակում, Գարնի քաղամասում էս ոնց հասկանում։ Ես չեմ կարող ասել ում թե չէ։ Մեսրոպ Մանուկյանը ազգային ժողովի անկյունից ասած, պետք է ցույցներ լինել ուրեմն։ Մեսրոպ Մանուկյանը շատ բաներ է ասել, հետո բարձվել է այդպես չի։ Ես չեմ կարող ասել, թող արձագանքեն։ Հիմա վիդեոներ եւ տեսագրություն եւ նկարներով հրապարակի այդ ամենը։ Ինչ է սեփականության վկայական հրապարակը տեսնում։ Կհավատամ այդ ժամանակ։ Ինչին հավատամ, եթե դուք ցույց կտաք կադաստրով գրանցված ադաստրը որ ԱԱՑ տնօրենը ունի, դա առնվազն դուք ես եւ դուք կտեսնեք հայտարարում ես։ Դղյակում այդ արդեն Ժողովուրդ, եթե այնտեղ ապրում, հիմա հայտարարագիր լրացնելու ժամկետն լավ եկեք բացենք 25 թվականի հայտարարագիր տեսնենք այդ մարդը ինչ ունի։ Այսինքն ինքը ինչ ունի, պետք չի Մեսրոպ Մանուկյանի լսել, պետք է բացել մեր կողմից այդ թվում կատարելագործված այդ կոռուպցիայի կանխարգելման համակարգը, բացել տեսնեն այդ մարդը ինչ ունի։ Բախտadis չի Մեսրոպ, գրում եք։ Եթե բարձվի ճիշտ է, նորմալ է, թե նորմալ չի։ Ինչ է։ Գնահատականը տվեք, հետո Ինչ է բարձվի ճիշտ է։ Որ Վահագին թաղամասում դղյակում է ապրում, ԱԱՑ մեր նոր տնօրենը։ Իսկ ինչ պայմաններում է, ես չգիտեմ։ Դա Կարող է հիպոթեկով ավերծած 40 տարում կամ 30 տարում պետքա փակի։ Դուք հիմա որովհետեւ Այդպես ապրում է Սերան Ամանյանը դարձով էր ապրում։ Հարգելիս, չկա ապօրինի ծագում ունեցող գույքով անցնող գետ մեկ պաշտոնյա,
որի գույքը դրել են կալանքի տակ եւ որը դեռ իր սեփականությունը չի կարող Սերյան Օհանյանը բերի ցույց տալ, որ օրինակ պայմանական VTB բանկով այս տունը գնաց հեսա տեսեք հələ մինչև 2050 թվականը պետք է փակեն եւ դատախազությունը գնացի սա ապօրինի է։ Ապօրինին այն դեպքում է, երբ որ հակառակը գնում են ասում են դու ստացել ես 400,000 դրամ աշխատավարձ, չունես հիպոթեք, չունես որևէ կողմնակի այլ եկամուտ եւ չէիր կարող ունենալ, որտեղից քեզ է սեփականությունը, այ երբ որ մարդը չի կարողանում հիմնավորի, այդ ժամանակ գույքը դատախազությունը հայցով փորձում է վերցնել, այսինքն չկա տես դեր։ Երբ որ դուք խոսում եք, չգիտեմ, մեր չէ, ասեմ, այս էլա շատ կարևոր է, երբ որ մեր հանրությունը լսում, օրինակ պայմանական 5 տարի հետո կլինի, մի տարի հետո կլինի, ցանկացած, չգիտեմ, 10 տարի հետո կլինի, ցանկացած այլ իշխանություն որ եկա, այդքան որ ձեր կողմից շատ թմկահարվող կամ ընդդիմության կողմից մեր առաջին նստաշրջանի ժամանակ պարոն Կոնջոյանի տնից խոսս գնաց եւ այլն։ Ով էլ որ գա, այդ տունը չի կարող համարվել ապօրինի ծագումից, որովհետեւ այդ տան տերը դեռ ինքը չի լինելու։ Այդ տան տերը լինելու է փաստացի այն բանկը, որը տվել է իր փոխարեն, ասենք 5 տարի առաջ գումար եւ ինքը պետքա փակի։ Իսկ այս պահին անցնող, երբ որ թվարկում է պայմանական Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագումից գույքի հետ մեծ թիվը կամ մյուս անձանց դեպքում, իրանց դեպքում հենց այդ է որ տակը չկա այդ հիմնավորում, որտեղից է գումարը։ Պարոն Գաբրելյան, եթե օրերից մի օր փոխվի իշխանություն, դուք չլինեք իշխանության, ազգային անվտանգության ծառայության պետ նշանակվի իշխանության կողմից որևէ մեկը եւ քաղաքական ղեկավարի ուժեղ ցուցումով հրահանգով մտնեն օրինակ ձեր տուն եւ չգիտեմ ձեր երեխան չափահաս է թե անչափահաս անչափահաս որ ասեք երբ կլինի դա չգիտեմ եւ ձեր անչափահաս երեխայի ներկայությամբ տանը խոզարկություններ սկսեն իրականացնել, ձեզ օրինակ գցեն գետնին, հետո փորձեն ձերբակալել եւ տանը ներկայացնել իրավապահ Մարվինեին։ Օրինակ դուք եւ ձեր քաղաքական թիմը ինչպիսի գնահատական կտաք նման երևույթին։ Մի քանի հարց է պարունակում, բայց եկեք այս ուրիշ կոնտեքստում։ Դե եկեք պահանջ դրեք, ասեք Ժորժ ջան, եկեք քրեական դատավարության կամ այլ մյուս օրենսգրքերով սահմանենք, որ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրականացնել։ Չէ, հարցը ոչ թե երբ որ դուք վահան եք փորձում դարձնել անչափահաս երեխային, ես ասում շատ լավ, չէ, այստեղ էլա, չէ, գալիս ասում են, չգիտեմ, մայրական խնամքի տակ երեխա ունի, ես ինչ կինը նրան նկատմամբ բայց օրենքն է, եկեք փոխենք օրենքը, եկեք ասեք չի կարելի։ Հարցը ոչ թե իրականացնել չիրականացնելու մասին է, եթե քրեական վարույթ է հարուցվել մարդը օրինակ մեղավորություն ունի պետականությունից, դրա մասին չէ, այլ այն, որ դրա շրջանակներում ներխուժում են մարդու բնակարան անչափահաս երեխայի ներկայությամբ, դուք ձեր վրա այդ ամենը չկա։ Երբ որ դուք ասում եք, որ եթե մարդը մեղավոր է, այդտեղ խնդիր չկա, իհարկե պետք է պատասխանատվության ենթարկել, բայց այդ պատասխանատվության ենթարկելը գործընթաց է, իրենից չէ ենթադրում։ Այդ ենթադրումը այո, խոզարկություն, չգիտեմ, գաղտնիություն, հնչական գործողություններ, հարցաքննություն, առերեսում, դատական նիստեր։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, այդ ամեն ինչը չլինի, միանգամից sense այդ կներ օրինակ բռնապետ, եթե չլիներ որևէ բան, մեկ էլ տեսնեք, այսօր դուք ոչ թե կարդայի, որ պայմանական որևէ ընդդիմադիր գործ չի խոզարկությունը, այլ այսօր առավոտյան 10-ին առաջին այցանի դատավոր էս ինչը ընթերցեց դատավճիռ եւ դատապարտեց 15 տարվա ազատազրկում։ Պետք է լինի չէ։ Դուք սլակները փոխել։ Որն է ձեր ասած։ Ձեր ասածը որ երեխայի ներկայացուցիչների ձեր ասածը մասնակցությամբ որտեղ օրինակ էլի կան հարուցված քրեական վարույթներ, նման օրինակ դրվագներ չեն արձանագրվում։ Ինչու օրինակ Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում իր անչափահաս երեխաների ներկայությամբ չեն գնացել եւ չեն ներկայացել նախաքննադատին։ Սերգեյ Բագրատյանի տղայի վերաբերյալ լավա թե վատ դուք ուզում եք որ խտրական մասին եմ խոսում, պարոն Գաբրելյան, ոչ թե այդ քրեական վարույթների ճիշտ կամ սխալ կամ ինչու է հարուցվել։ Ես ծանոթ չեմ երկուսի գործերին։ Հայկ Կոնջորյանի եղբոր եւ Սերգեյ Բագրատյանի քրեական գործից հարուցված թե ինչ։ Այս Հայկ Կոնջորյանի եղբոր Այս որքանով որ ես տեսանյութերից այդ մեկն եմ տեսել, ինձ թվում է Դուք չեք տեսել, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը հայհոյում է բարեկային ծառայողի։ Իսկ դա երբ ա եղել։ Երբ դրան հաջորդել է ամենայն դեպս Հայկ Կոնջորյանի ամեն ինչ գիտեք։ Ծերծի դրվագը։ Նախաքննական մարմինը, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունը պատասխանում են իրականացնում։ Ինչ եք ուզում։ Ես ձեզ ներկայացրի Տվյալ իրավիճակում երկուսն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացնում են։ Հիմա ումից է վրեժ լուծվում։ Պարոն Գաբրելյան, դուք ես եք ինչ հարցեմ։ Որքանով որ ես եմ կարդացել, մի կողմն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ, մյուսն էլ ումից են վրեժ լուծում։
Ձեր հարցը չեմ կարող հասկանալ։ Դուք ուզում եք, որ երեխաների նկատմամբ չլինի, թե ուզում եք երեխաների նկատմամբ էլ լինի, բայց խտրական չլինի։ Բոլորին գնան երեխաների։ Հաշվի առնելով չլինի երեխաների ներկայացում։ Այսինքն ոչ այն դեպքում, ոչ այն դեպքում։ Այո։ Այդպես հացած է, ոչ թե ասեք ինչի այնտեղ խտրական վերաբերմունք նշանակում որ բոլորի երեխաների մոտ պետք է գան այդ գործողություններն։ Ոչ, պետք է չանել։ Շատ լավ։ Ձեր կարծիքն է։ Ես ընդունել եմ այդ թվում հեղինակել եմ մի օրենք, որը ըստ էության պարտավորեցնում է իրավապահ մարմինների ղեկավարներին գալ ազգային ժողով տարին առնվազն մեկ անգամ եւ պատասխանել մեր հարցերին։ Ինձ, քանի որ գործի մանրամասներին ծանոթ չեմ, կարող եմ ձեզ խոստանալ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում այդ թվում հրապարակային կհարցնեմ, որ ասում են, որ ինչի էս դեպքում սա է, էս դեպքում այդպես չի։ Որտեղ այնտեղ տարբեր քննչական, այսպես ասած, գործողություններ կարող են լինել, ես չեմ կարող էլի ասել։ Հարցը հասկանում եմ, ձեր ենթատեքստել եմ հասկանում, թե Ինչ Եվեջյանը մի քիչ սխալ անվանում տվեց խտրականություն, ձեր հարցը հասկանում եմ։ Չէ, եթե խտրականություն ես ասում, նշանակում է պահանջված, որ միշտ տենց լինի։ Այդ է ասում, հավասարություն։ Ուզում եք հստակեցնել հավասարություն ինչ նկատի ունեք, հավասարեցեք բոլոր երեխաների մոտ անեն, թե չանեն։ Եթե չանեն, այն առաջին ասածը սա գալիս։ Եկեք օրենքը փոխենք, ասենք, որ չգիտեմ, պատերազմի մասնակցած մարդկանց չի կարելի հետապնդել։ Բազմազավակ ընտանիքների ունեցող անդամներին չի կարելի անել։ Ժողովուրդ ջան, որովհետև երբ որ երեխայի լավագույն շահը ասված է ինչ, հա։ Երեխայի լավագույն շահը թվարկեմ ամբողջ։ Հա, թվարկ, գոնե երկուսը թվարկեք, էլի։ Ինչ ունի։ Առանց վախի մտնելով, թե իսկական գործողությունները երեխայի մոտ ստրեսային վիճակ են առաջացնում, որը կարող է նրա ողջ կյանքի ընթացքում հետ թողնել եւ ազդել։ Իսկ կարա իրավիճակ լինի, որ այն անձը, որը հետախուզվում է, հազարավոր տենց երեխեքի վախ ու մահ պատճառը կամ աղքատություն է պատճառը եւ պետքա քննչական գործողություններ ոտնատակ արել հազարավոր այլ երեխաների լավագույն շահը։ Նրա երեխան կարող է անհետաձգելի գործողություններ պետքա լինեն, որոնք ասում են այն մյուս հազարավոր երեխաների լավագույն շահն են պաշտպանում։ Նայեք, թուրքերը հայերի երեխաներին վերացնում են, որտեղ ասում են, որ այդ ժողովուրդը չպետք է վերահսկել։ Ես եմ կոնստատում մի վերաբերում, եթե ձեր ասելով ամերիկյան խախտելով այդ մարդու երեխաների մոտ վախ է առաջացել, քեզի այդ մարդու երեխային։ Ճիշտ ասած չգիտեմ ձեր համեմատությունը ինչին էր ուղված, բայց որքանով որ ես եմ պատմությունը սերտել, ոչ միայն թուրքերն են մեզ սպանել։ Չգիտեմ դրա համար ինչ եք դուք մարտանշում։ Չէ։ Հարևաններ չունենք, որ մեզ կոտորել են հրիքսում են։ Շատ վատ է, որ ես ուզում հասկանում ինչ եք այդ թուրքը մեզ լուրջ։ Ասենք սրանց 200 տարի առաջ, 220 տարի առաջ ընդհանրեն։ Ինչ խոստան ժողովուրդ ջան, Իրան չունենք մեր հարևան։ Ասենք իրանց տիրապետության տակ չի։ Այսինքն ցեղասպանություն է։ Չեմ ասում ցեղասպանություն, որ դուք ասում եք մեր երեխաներին կամ մեզ սպանում են, ասում ինչ եք։ Երեխաների սպանում ու ցեղասպանություն։ Այս թեմայով այնքան երկար խոսել, որտեղ անկեղծ չհասկացած էր բանը, ինչ ուժում թուրքերը սպանել են։ Ո՞վ է ասում, չի եղել այդպեսի բան։ Ո՞վ է, ուզում եք ձեր հետ մնամ առանձնացնելու ժամանակ, ով է ասում, որ չի եղել այդպեսի բան։ Բայց ասելու իմաստը ո՞րն է, ասեմ, օրինակ ես ձեր խոսալուց ասեմ, դե հա, եղանակն է մի քիչ էսօր ցույց տամ։